Ասենք Փառք Հիսուս Քրիստոսին, շնորհակալ ենք Տիրոջից ամեն հնարավորության համար, ամեն օրվա համար, այս պահի համար, ասենք Փառք Քեզ Տեր։ Այս պահը շատերը չտեսան, բայց մենք այսօր էստեղ ենք, Փառք Տիրոջը։ Եղբայրը, որ վկայում է, ծանր հիվանդություն է ունեցել, եւ եթե հիշում եք, այստեղից էլ կենտրոնի տարածքում էլ մենք աղոթքներ արեցինք եւ ամբողջ եկեղեցին աղոթք էր անում։ Այսօր մեր մեջ է Փառք Տիրոջը, Փառք Աստծուն ամեն բանի համար։ Ես չեմ քարոզելու, ուզում եմ մի հատ վկայություն անեմ եւ նստեմ։ Շինգավիթ տարածքից Ալիկ եղբայր ունենք, այսինքն եղբայր չէր, ինքը քույրիկի ամուսին էր։ Մեր քույրերից մեկի ամուսինն էր։ 90-ական թվականներից այդպես իրանց ընտանիքը, աղջիկը, կինը ապաշխարեցին, ինքը չէր ապաշխարում։ Երկար տարիներ։ Եվ երբ որ լինում էր հանդիպում, զրույցներ, ասում էր ժամանակը կգա։ Ասում ենք նայ չուշանաս, շատ լավ մարդ էր ինքը, շատ համեստ, խաղաղ, հանդարտ, այդպես շատ, բայց չէր ապաշխարում։ Հավանություն էր տալիս Աստծո խոսքին, եղբայրների հետ շփմանը շատ հաճելի էր իր համար։ Եվ մի երկու ամիս առաջ այդպես հանդիպում եղավ, երեկոյան ուշ, ժամը 10:30-11-ի կողմերն էր, գիշերը, եւ այդպես Աստծո խոսքի այդ ուժն եմ ուզում ներկայացնեմ, Աստծո խոսքի այդ զորությունը, իր մեջ եղած այդ կյանքի հոգին Աստծո խոսքի։ Եվ այդ զրույցի ժամանակ գիտեք ինչ տեղի ունեցավ։ Ասեց, այ այն ժամանակ, որ ասում էի, հետոն եկել է, այսօրն է, հետոն այսօրն է, այս պահն է։ Աստծո սերը, տեսնում եք, Աստծո սիրո այդ մեծությունը։ Ես էլ ասեցի, բա որ այսօրն է, էլ ինչ ես ուշանում։ Սուրբ գրքում գրված է, Պողոս առաքյալը իր համար վկայում է 22-րդ գլուխ 14 խոսքից, 22 գլուխ 16 խոսքից, իր կյանքի համար ասում է, Անանյան եկավ ու ասեց, ալ ինչու կուշանաս, վեր կաց, մկրտվե, լվացվի, քո մեղքերից, Տիրոջ անունը կանչելով, ասում էլ ուրեմն եթե հենց հիմա է այդ պահը, եւ գիտեք ինչ, ինքը խոստովանություն անցել էր իր տարածքում, այդ պահին խոստովանություն արեց Տիրոջ առաջ, այդպես վերջնական այդ որոշումը կայացրեց, դե ասում ենք Սուրբ Գիրքը ասում է, որ վեր կաց մկրտվի, եղբայրները իմացան, եղբայրները քննարկեցին Շինգավիթի խորհրդով եւ այդ մկրտությունը տեղի ունեցավ, ջրի մկրտությունը, շատ արագ, մեկ շաբաթվա ընթացքում, շատ արագ ջրի մկրտությունը տեղի ունեցավ, մեծ ուրախություն, իմիջիալոց ասեմ, որ երազի մեջ էլ Սուրբ Հոգով մկրտվել էր, երազի մեջ Աստված մկրտել էր Սուրբ Հոգով, եղբայրներ քույրեր, ուրախությունը, Աստծո սերը, Աստծո համբերությունը, երկայնամտությունը, ինչքան կարող է համբերել Աստված ու սպասել 20 տարի, 25 տարի, 30 տարի, սպասել ու թակել մեկի սիրտը, թակել ակնկալելով, որ կբացի, վերջապես կբացի, եւ դա շատ արագ տեղի ունեցավ, զորություն Աստծո խոսքի, հրաշալի է, եւ մկրտվելուց հետո երազով Աստված պատգամ էր տվել իրեն, 2 անգամ հաղորդություն ընդունողներն են մեռնում, գնում այս աշխարհից, 2 անգամ հաղորդություն կընդունես, ես քեզ կվերցնեմ իմ մոտ, 2 անգամ հաղորդություն վերցրեց, Տիրոջ մարմինը եւ այրանը հաղորդ եղավ, եւ Տերը վերցրեց, եղբայրներ քույրեր, վաղ իր 7-րդ օրն է ուղարկավորության, եւ նա հասցրեց, դուք հասկանում եք, նա հասցրեց, Սուրբ գրքում գրված է, 2 Կորինթացիս 6-րդ գլուխ, 2-րդ խոսքը, ընդունելու ժամանակի մեջ լսեցի քեզի,
Փրկության օրը օգնություն արեցի քեզի։ Ահա հիմա է ընդունելու ժամանակը։ Ահա հիմա է փրկության օրը։ Եբրայեցիս 3-րդ գլուխ 7-րդ 8-րդ խոսքում ասում է. ինչպես Սուրբ Հոգին կսե, եթե այսօր անոր ձայնը պիտի լսեք, ձեր սրտերը մի խստացնեք։ Դուք պատկերացնում եք, վճռական, այդպես վերջնական այդ որոշումը, այդ Աստծո խոսքի զորությունն էր դա։ Ասեց այսօր է, այդ օրը, այդ հետոյի օրը եկել է, այս պահն է։ Եվ ահա ասում է, Սուրբ Գիրքն էլ ասում, եթե լսում ես, վաղվան մի թող, այսօր հաշտվի Աստծո հետ։ 2 Կորինթացիս 5-րդ գլուխ 20 խոսքում Պողոս առաքյալը ասում է. արդ կաղաչենք Քրիստոսի կողմանը եւ դեսպանություն կնենք, հաշտվեցեք Աստծո հետ։ Իմ խոսքը սուղում եմ նրանց, ովքեր առաջի անգամ են եկել, ովքեր երկրորդ անգամ են եկել, ովքեր դեռ իրենց վերջնական որոշումը չեն կայացրել, անգամ հեռարձակմամբ, եթե դիտում են, նրանց եմ ուղղում։ Մի ուշացի։ Անանյան Աստծո կողմից ասեց. «Էլ ինչի ես ուշանում, էլ ինչի ես սպասում, վեր կաց, մկրտվի, լվացվի քո մեղքերից, Աստծո անունը կանչելով, կյանքդ հանձնի Աստծուն»։ Եվ Աստված ինքը հաշտության ձեռքը մեկնել մեղավորներից բոլորիս, մի ուշացիր։ Եփեսացիս 5-րդ գլուխ 14 խոսքում ասում է. արթնացիր դու որ կքնանաս, կանգնիր մեռելներից։ Եղբայրը դա էր ասում, կանգնի մեռելներից եւ Քրիստոս քեզի լույս կտա։ Քրիստոս լույս կտա։ Իմաստունների պես ժամանակը ծախու առեք եւ իմացեք որն է Տիրոջ կամքը։ Ժամանակ չկա, կա ժամանակ, չկա, դա քո ձեռքին չի։ Դուք պատկերացնում եք Աստծո ծրագիրը, Աստված ծրագիր ուներ, որ մեր ունի եղբայրը երկրի վրա դեռ պետք է շարունակի իր կյանքը։ Եկեղեցու մեջ դեռ պետք է Աստծո խոսքը մատակարարի։ Բայց այս մեկի դեպքում օրերը լրացած են։ Հոբի գրքի մեջ գրված է, անոր ամիսների թիվը քով է։ Մեր օրերի համրանքը Աստծո մոտ են, ժամը լրացել արդեն, չկա ժամանակ, եւ շատ արագ Աստված կարող է պատրաստել, եթե դու քո վերջնական որոշումը կտաս Աստծուն եւ կասես. Տեր, ուզում եմ քեզ հետ լինել, եւ Տիրոջ խոսքը կհնչի. այսօր դու ինձ հետ կլինես։ 2 անգամ հաղորդության կմասնակցես, Աստված հայտնել էր իրան, 2 անգամ հաղորդությունից հետո դու ինձ մոտ կլինես։ Եկեք կանգնենք ոտքի, աղոթենք, եկեք բոլոր նրանց համար, ով նա կլինի մեր հարազատը, դա կլինի մեր հարևանը, դա կլինի մեր ազգակիցները, մեր հայրենակիցները, նրանց համար, ովքեր որ դեռ լսել են Աստծո խոսքը, բայց այդպես կամուկած են, վերջնական այդ վճիռը, որոշումը դեռ չեն կայացրել։ Խնդրում ենք քեզանից